Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր մի շարք կարևոր հարցերի շուրջ զրուցելու եմ Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պապիկյան։ Պարոն Պապիկյան, մենք գիտենք, որ ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցները մի շարք գործերով են անցնում, արդեն այնքան շատ են հարուցված գործերը եւ դատարանում գտնվող եւ նաեւ նախաքննական փուլում, որ բոլորին երևի չենք հասցնի անդրադառնալ այս թողարկման ընթացքում, բայց անդրադառնանք նրանց, որոնց հետ կապված կան կարևոր զարգացումներ կամ եթե սպասվում են կարևոր զարգացումներ։ Ես գիտեմ, որ նախ սկսենք մասիվի ոստիկանության մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստից, այնտեղ մենք ունենք 3 բևեռի աջակիցներ այդ գործով անցնող Արթուր Մովսիսյանը, Վարդգես Գևորգյանը եւ Ստեփան Հովակիմյանը, եւ գիտեմ, որ անցած դատական նիստի ընթացքում դուք շատ կարևոր միջնորդություն եք ներկայացրել եւ պատրաստվում եք դիմել սահմանադրական դատարան, խնդրեմ ներկայացրեք, թե ինչու, որն է պատճառը սահմանադրական դատարան դիմելու։ Շնորհակալություն հարգելի Հերմինե, ճիշտ նկատեցիք, այնքան գործեր կան դատարաններում գտնվող, որ արդեն շատ են չենք հասցնում հետևենք։ Անդրադառնալով ձեր նշած գործին, ապա այո, նախորդ դատականի ժամանակ միջնորդություն եմ ներկայացել դատարան, խնդրելով վարույթի ընթացքը կասեցնենք, դիմենք սահմանադրական դատարան։ Ինչպես հայտնի է, բոլոր 3 տղաներին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություն կատարելու հոդվածով, որը մեղմ ասած անհեթեթ է։ Բոլոր 3 տղաների արարքում չկա այնպիսի գործողություն, որը կարող էր ահաբեկչություն որակվել։ Այդ մասին նաև նախաքննության ժամանակ բազմիցս ասվել է եւ ես կարող եմ հիմա նաև հայտարարել, որ մի քանի անգամ օրինակ իմ ներկայությամբ որպես պաշտպան Արթուր Մովսիսյանը մեկուսարանում քրեակատարական հիմնարկում գտնվելու ժամանակ հենց ինքը քննիչին ասում էր, որ մեր վրայից հանեք այս անհեթեթ հոդվածը, մենք ահաբեկիչներ չենք։ Ահաբեկչություն հոդվածը ունի այսպիսի ձևակերպում, այն պետք է ուղղված լինի կամ քաղաքացիական բնակչության դեմ, կամ ռազմական գործողություններին չմասնակցող անձանց դեմ։ Սա ահաբեկչության հոդվածի կարևոր բաղադրիչներից է։ Հիմա եթե մենք անդրադառնում ենք այն ինչ որ տեղի ունեցել Նորքի ոստիկանության բաժանմունքում կամ նրա մոտակայքում, ապա մենք պիտի տեսնենք արդյոք այնտեղ ռազմական գործողություններ էր տեղի ունենում եւ տղաների արարքը ուղղված էր ռազմական գործողություններին չմասնակցող անձանց դեմ կամ քաղաքացիական բնակչության դեմ, եթե դեպքը տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքի ներսում։ Ինչևէ, նախաքննական մարմինը պարզապես գրել էր, որ տղաները ցանկացել են ահաբեկել բնակչությանը, այո, հենց այդպես է ձևակերպել են։ Հետևաբար նրանք ահաբեկիչներ են։ Բայց մենք հիշեցնենք ինչ տեղի ունեցավ, պարոն Պապիկյան, եւ ինչու տեղի ունեցավ։ Այդ օրերին հիշենք, որ Տավուշի գյուղերի հանձնման եւ ռազմավարական նշանակության դիրքերի հանձնման էր գնում այս ցեղասպան ռեժիմը եւ տղաները նոր էին վերադարձել ու տեսնում էին ինչ էր կատարվում Տավուշում եւ իրենք փաստորեն ինքնավնասման գնացին, իրենք իրենց վնասեցին եւ իրենց խոսքում են նշում են, չէ, երբ որ փոքրիկ հայտարարություն կա, նրանք ասում են, որ ոստիկաններին չենք վնասելու նպատակ չունենք ոստիկաններին։ Այսինքն դա հոգու ճիչ էր, դա ժողովրդի ուշադրությունը գրավելու միջոց էր, էր, որ ժողովրդի ուշադրությունը սևեռվի կարևոր հարցի վրա, այսինքն այն process-ին, ինչը տեղի էր ունենում այդ օրերին Տավուշում, եւ իրենց հարմար տարբերակով ձևակերպեցին, որ դա ահաբեկչություն է։ Այո, դուք ճիշտ նկատեցիք, այդտեղ մենք ունենք 2 դժող, ովքեր բուժօգնության կարիք ունեին, եւ երկար ժամանակ հիվանդանոցում էին։ Մովսիսյան Արթուրն եւ Վարդգեզը։ Մենք այդ դժողներ, այսինքն այլ վնասվածք ստացած անձինք, ովքեր վտանգել են իրենց կյանքը, ավելին հենց իրենք էին վտանգել իրենց կյանքը։ Պատերազմին զավակ կորցրած Արթուր Մովսիսյանը։ Այո, դա բողոքի ճիչ էր իրենց կողմից, այդ ձևով են նրանք դրսևորել իրենց բողոքի ճիչը եւ բայց ռեժիմը Նիկոլին սպասարկող անձին սպասարկող քննչական կոմիտեին դատախազությունը եւ այլ իրավապատասխանությունները շատ արագ ձևակերպեցին, որ դա ահաբեկություն է եւ նրանք նպատակ ունեցել, ինչպես նշեցի, ահաբեկել բնակչությանը։ Նրանք ընդհանրապես փորձում էին իրենց պատկերացմամբ թմբիրից դուրս բերեն հանրությանը, կանխեն դավաճանական ռեժիմի կողմից
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնումը թշնամուն։ Ինչը այդ օրերին այդ օրը տեղի էր ունենում եւ հենց այդ օրը տասնյակ մարդիկ, հայրենանվեր մարդիկ, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, ընդ որում ոչ բոլորը բևեռ աջակիցներ էին, նրանք ովքեր ընդվզում էին կամ բողոքի ձայն էին բարձրացնում կամ փորձում էին միջոց ձեռնարկել, առնվազն ձերբակալվում էին որոշակի ժամանակ ընթացք սպառնում էին ոստիկանության բաժիններում։ Այո, դա շատ այսպես սուր շատ լարված իրավիճակության օր էր եւ նրանց գործողությունը որակել ահաբեկություն մեղմ ասած նորմալ չէր։ Ինչևէ միջնորդությունը դատարանում ներկայացրեցի եւ այդ գործը շատ հետաքրքիր ճակերտների մեջ պատահականորեն գործը մակագրվեց դատավոր Մասիս Մելքոնյանի վրա, ում հոկտեմբերի սկզբից գործը դատարանում է, մինչ այժմ 6 ամիսների ընթացքում 2 թե 3 դատական նիստ են կարողացել անցկացնել, սովորաբար նիստերը չեն կայանում, հիմնական պատճառը տղաներին չեն կարողանում դատարան բերեն, այսինքն պետությունը ռեսուրս չունի ապահովելու նրանց դատարան բերելը, այսպիսի պայմաններում պետությունը գտել է, որ թողը սպասեն բանտերում։ Մոտավորապես, եթե փորձեմ շատ պատկերավոր ասել, այսպես է, քանի որ մենք չենք կարողանում ապահովել նրանց դատարան բերելը, պետք է սպասեն բանտում, երբ իրենց հերթը կգա։ Մենք ես ինքս որպես պաշտպան, նաև հենց առաջին նիստի ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցի, նշելով, որ Մասիս Մելքոնյանը անաչառ դատավոր չէ, ինքը չի կարող քննել այս գործը քաղաքական բնույթի է, որովհետև տղաները հայտարարել էին իրենց հայտարարություններով է, նաև երևույթը որպես այդպեսին, ուղղված էր այսօրվա քաղաքական իշխանության դեմ։ Իսկ Մասիս Մելքոնյանը մինչև դատավոր դառնալը ինքը այսօրվա քաղաքական իշխանության սատարողներից էր։ Իր կուսակցությունը այսօր է սատարում է։ Հիմա ինչ ենք ակնկալում սահմանադրական դատարանից, պարոն Պապիկյան։ Մինչև սահմանադրական դատարան գնալը նախ դատարանը պետք է միջնորդությունը բավարարի եւ դիմի սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը պետք է գնահատական տա, արդյոք ահաբեկչության հոդվածի ձևակերպումը քրեական օրենսգրքում համապատասխանում է ՀՀ սահմանադրության, այսինքն ինքը պարզ եւ հասկանալի է թե ոչ, որովհետեւ եթե դիսպոզիցիան, ինչպես նշած է, եթե ահաբեկչությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ դա ուղղված է քաղաքացիական անձանց կամ ռազմական գործողություններին չմասնակցող անձանց վնասելուն, ապա այս տղաներին սխալ հոդվածով են մեղադրանքներ ներկայացրել։ Սահմանադրությունը ասում է մեղադրանքը կամ հոդվածը իրավական ակտը պետք է լինի շատ պարզ, հստակ եւ հասկանալի։ Հիմա մենք անհասկանալի իրավիճակում ենք։ Մենք չգիտենք ինչից պաշտպանվենք։ Ես այդ մասին նաև իմ գործընկեր Տիգրան Հայրապետյանը, մյուս փաստաբանը, պաշտպանը նաև հայտարարել է, որ որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել, մենք պիտի իմանանք ինչից ենք պաշտպանվում։ Եթե օրինակ Արթուր Մովսիսյանը կամ Վարդգեզը կամ Ստեփանը մեղադրվում են ահաբեկության մեջ, ապա մենք պետք է ունենանք քաղաքացիական բնակչություն տուժած կամ ռազմական գործողություններին չմասնակցող անձինք։ Մենք չունենք ոչ մեկը, ոչ մյուս, այդ դեպքում մենք ինչից ենք պաշտպանվում։ Ձեր կարծիքով ինչպիսին եթե ընդհանրապես պիտի հոդված դրվի, նախ կարծում իմ կարծիքով ընդհանրապես պետք չի դնել, որովհետև մենք այնպիսի օրեր ենք ապրում, պարոն Պապիկյան, այս ռեժիմը մեզ ամենօրյա ռեժիմով ահաբեկում է, ժողովրդին նվաստացնում է, ասում է դուք արժանապատվություն չունեք, մի բան էլ ինքնաբուխ ակցիայի մասնակիցներին տանեն բանտարկել ահաբեկչության հոդվածով, հա։ Դե խնդիրը հետեւյալի մեջ է, այսօրվա ռեժիմը հարկադրանքի ուժով արդեն մի քանի տարի է մեզ ահաբեկում է, մեզ սպառնում է, մեզ վիրավորում է, ամենօրյա ռեժիմով։ Վարչապետի աթոռին ստած անձը դա կարող է կատարել ազգային ժողովի ամբիոնից, երկրի թիվ 1 ամբիոնից, կարող է կատարել կառավարության ժամանակ գործադիրի թիվ 1 ամբիոնից, կարող է դա կատարել ցանկացած այլ հարթակից։ Նա կարող է պարզապես, եթե չահաբեկի առնվազն գոնե կվիրավորի, որովհետև նա երբեք հանրությանը ուղղված մտքերի մեջ էթիկա չի պահում, կոռեկտություն չի պահում։ Հակառակը, եթե մենք փորձենք մեր ընդվզումը ցույց տանք, ինչպես տղաները իրենց ընդվզումը ցույց դարձան ահաբեկիչներ, այսինքն իրենք ունենալով հարկադրանքի ուժ, իրենց ծառայող իրավապահական համակարգը, դա կարողանում են անել, ինչպես տղաների դեպքում։ Եթե դատարանը, այն դատարանը, որը քննում է տղաներին, լինի արդար եւ օբյեկտիվ, որին ես չեմ հավատում։ Արդեն նշեցի ինչ պատճառներով, որովհետեւ Մասիս Մելքոնյանը ինքը իր կուսակցությունով սատարում է Նիկոլ Փաշինյանին։ Ապա տղաների գործը պետք է կասեցվի եւ գնա սահմանադրական դատարանի քննությանը, նոր սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի այս մեղադրանքը իրավաչափ է թե իրավաչափ չէ։
Մենք պնդում ենք այդ մեղադրանքը իրավաչափ չէ եւ բնականաբար կարող ենք դրանից հետո խոսել արդար դատաքննության մասին։ Այս հարցը եթե չլուծվեց, այսինքն ահաբեկության հոդվածը տղաների վրայից չհանվեց, այսպես ասեմ, հա, ապա մենք արդար դատաքննության մասին չենք կարող խոսել։ Ես վստահ եմ, որ այս ռեժիմի պայմաններում բոլոր տղաները դատապարտվելու են, բայց գոնե դատապարտվեն այնպիսի հոդվածով, որը փոքրի շատ է տրամաբանության մեջ է, որովհետև ահաբեկչություն որպես այդպեսին տեղի չի ունեցել։ Առաջիկա նստի ժամանակ դատավորը հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի, նաև ասեմ դատախազը, հանրային մեղադրողը նաև մեր միջնորդություն ներկայացնելուց հետո ժամանակ խնդրեց, ինչպես նաև դատավորի ներպետ, որպեսզի կարողանան իրենց վերաբերմունքը հայտնեն։ Հուսով եմ առաջիկա նստի ժամանակ մենք դա կիմանանք, բայց անկախ նրանից ինչ դիրքորոշում կցուցաբերի դատարանը կամ դատախազը, ես ուզում եմ հատկապես մեծ դստողներին, մեր ունկնդիրներին տեղեկացնեմ, նաև ժամանակ կգա եւ Արթուրը եւ Ստեփանը եւ Վարդգեզը իրենք էլ հայտարարություններ կկատարեն, նրանք ահաբեկություն չեն կատարել, դա եղել է ճիչ իրենց կողմից, հա, հոգուճի չէ եղել այդ օրվա, այդ իրավիճակի հետ կապված, դրա մասին թեև արդեն Արթուրը Մովսյան գրավոր հայտարարություն նաև կատարել է, բայց հավաստիացնում նրանց ճանաչողները գիտեն, որ նրանք ահաբեկիչներ չեն։ Եվ պարոն Պապիկյան, փաստորեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած պահի նման պիտակ կարող են կպցնել, չնայած չգիտեմ, ասենք նույն վերցնենք Տիգրան Տերմոյանի գործը։ Ես ուզում եմ դրա մասին նշեմ։ Ճիշտ է, իրեն ահել է, այսինքն եթե դու անգամ քո խոսքի ազատության իրավունքից ես օգտվում, իրենք մի բան կգտնեն, մի հոդված կկարեն, այսինքն ասում են դուք պետք է հնազանդվեք, պետք է անեք այնինչ մենք անում ենք Ալիևների եւ Էրդողանների դիմացը, դուք էլ մեզ այստեղ պիտի հնազանդվեք, հակառակ դեպքում, եթե նրանցով վախեցնում են, թե թշնամին կհարձակվի, պատերազմ կլինի, իրենք էլ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ասում են, եթե դուք չեք հնազանդվում, չեք համաձայնվում, պայքարում եք կամ ինչ որ կերպ ընդվզում եք, ապա կստանաք քրեական գործեր կամ կստանաք ահաբեկչի պիտակ եւ այլն։ Այո, ճիշտ նկատեց։ Հարգելի երմինե, ես եթե չեմ սխալվում, նախկինում մեկ անգամ այս հարցին մասին եւս ասել եմ, կոնկրետ այսպիսի իրավիճակներում այս ռեժիմի համար ոչ թե էականը արարքը համապատասխանում է թե ոչ, այլ անձինք են պետք, որպեսզի դատեն։ Հիմա նայեք Տիգրան Տերմոյանի դեպքում մենք ինչի հետ գործ ունենք։ Նախ հիշեցնենք գործը, պարոն Պապիկյան, այն որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեր տեղի ունեցել Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպ, այո, նախորդ տարվա ապրիլի 24-ի իրադարձությունն է։ Տիգրան Տերմոյանի մեղադրանքը շատ կարճ ասեմ։ Տիգրան Տերմոյանը մեղադրվում է այն արարքի համար, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցնելով, վանկարկելով Նիկոլ Դավաճան, Նիկոլ Ցեղասպան, Նիկոլ Հողատու արտահայտությունները ատելություն է տարածել, սերմանել, պայմանավորված քաղաքական հայացքներով եւ դրանով ատելություն տարածելով Աննա Հակոբյանին նաև վնասել է։ Մեղադրանքի կողմը դատախազը Տիգրան Տերմոյանի այս արարքը հիմնավորելու համար դատարան է բերել տեսանյութ, ընդ որում հա մեղադրանքի կողմը ասում է որ Տիգրան Տերմոյանը դա շուրջ 10 րոպե տևողությամբ կատարել է այդ հանցավոր արարքը։ Դատարան են բերել մի տեսանյութ 10 րոպե տևողությամբ եւ 2 ոստիկան վկաներ։ Տեսանյութը դատարանում զննեցինք, տեսագրության մեջ Տիգրան Տերմոյանը 3 թե 4 վայրկյան է երևում։ Եվ այդ ընթացքում Տիգրան Տերմոյանը ընդհանրապես կարողանում է հասցնել, որ ինքը նաև դատարանում ասեց, դիմելով Աննա Հակոբյանին, ասի ինչու ես եկել, ինչու ես սադրում երեխայի հետ դուրս եկեք գնացեք այստեղից։ Այլ վանկարկում չի արել Տիգրան Տերմոյանը, հասկանում եք։ Այսինքն չեն կարողանում դատարանում ապացուցել, գործը սարքել, որ չեն կարողանում ապացուցել, դրա համար ոստիկանների են բերել։ Հիմա տեսեք, բայց ամենաանհեթեթը նա է, որ սևով սպիտակի վրա մեղադրանքի մեջ նշել են 10 րոպե շարունակաբար վանկարկել է իմ հնչեցրած արտահայտությունները, որոնք չկա։ Ուղղակի չկա։ Եկան ոստիկանները։ Նրանցից մեկը չէր հիշում, չէր լսել, մյուսը շատ դժվարությամբ հիշեց, որ լսել է մարդասպան բառը, որը չկա մեղադրանքի մեջ։ Հասկանում եք, Տիգրան Տերմոյանը հիմա դահլիճում նստած, պատկերավոր ասած, սպասում է իրեն դատեն մի բանի համար, որից ինքը պատկերացում չունի։ Ավելին ասեմ, մեղադրանքի կողմը չի կարողանում այդ մարդու մեղադրանքը
Այնպես ապացուցի տեսանյութը ուրիշ բանի մասին է, ոստիկաններից մեկը մեկ բան է ասում, մյուս ոստիկանը բոլորովին այլ բան է ասում, եւ ամենահետաքրքիրը նա է, որ Տիգրան Դերմոյանին համար կա հոդված։ Սա ի պատասխան ձեր այն հարցին, որ այս իշխանությունը ինչ ուզի կանի, մեզ հետ նկատի ունեմ։ Այո, ինչպես ուզեն կանեն, եւ հենց այդպես էլ անում են։ Այս իշխանությունը իր ընդդիմադիրների հետ վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Երբևէ Նիկոլի ռեժիմը հասարակության այն անդամների հետ, ովքեր իրեն չեն սատարում կամ իրեն չեն գովաբանում, օրենքով կամ արդարությամբ չի վարվել։ Ինքը չի էլ թաքցրել, ինքը պարբերաբար հայտարարում է այդ մասին։ Հիշում եք, երբ ասում էր կուզենք Վարդաշենք ուղարկենք, կուզենք այլտեղ, ինքը չի թաքցնում, որ նույնիսկ գրում է սոցիալական ցանցերում SMS հաղորդագրություն ուղարկեցի, առաջարկեցի աշխատանքից դուրս գալ այս պաշտոնյաներին եւ նույնիսկ չի հասկանում, որ օրինակ ԲԴԽ նախագահին ինքը չի կարող SMS ուղարկել, որովհետեւ ԲԴԽ նախագահը սահմանադրության ուժով անկախ մարմին է։ Դու ընդհանրապես գործադիրի ղեկավարն ես, դու ինչ իրավունքով ես նրան առաջարկում աշխատանքից ազատվել։ Այսինքն ինքը մտել է ահաբեկչի կերպարի մեջ, հա, պարոն Պապիկյան։ Ինքը ահաբեկում է բոլոր ընդդիմադիրներին, ինքը մեծ հաշվով ահաբեկում է պետությանը, որովհետև ինքը այս պահին թամբած լինելով սահմանարական մի քանի ինստիտուտների ղեկին, գործադիրի, օրենսդիրի եւ հատկապես նաեւ իրավապահ կառույցների, ինքը պետությունը ահաբեկելու միջոցով իր իշխանությունը պահում է։ Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի, ինքը կտանի բանտ։ Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի, ինքը կհալածի։ Հարկ եղած դեպքում նաեւ կծեծեն։ Բայց ինքը կպահի իր իշխանությունը, որովհետև այդ իշխանությունը ինքը իրեն պետք է այս պահին պահելու, կատարելու գոնե այն ռուս-թուրքական այն վերջի հանձնարարությունները, որոնք պայմանավորված են հանձնելու հետ կապված։ Հայաստանի ինքնիշխան տարածքները կլինեն, արդեն ինքը հանձնել է շատ մեծ ողջավորությամբ Արցախ, այսինքն ինքը կատարում է, ինքը դրածո է ընդամենը։ Ինքը ընդամենը Վարուժան Ավետիսյանի խոսքերը հիշեցի, ինքը լուծարային հանձնաժողովի ղեկավար կարծեք լինի, ադմինիստրացիայի ղեկավար է, շատ արագ պետական ինստիտուտները կազմալուծել եւ կազմաքանդել։ Պարոն Պապիկյան, փաստորեն Տիգրան Դերմոյանի դատականիստը արդեն, ահա, այդ գործը ավարտական փուլում է արդեն։ Եվ ինչ ենք սպասում, ըստ ձեզ ինչ վճիռ կհրապարակվի եւ այս գործով նաեւ նախաքննություն է ընթանում։ Գիտենք, որ նաեւ դատախազ է փոխվել, կարծեք թե նման տեղեկություններ կան։ Հնարավոր է նոր մեղադրյալներ գտնեն։ Այո, հնարավոր է։ Գիտեք ինչու է հնարավոր, որովհետեւ խնդիրը հետեւյալի մեջ է։ Երբ դատարանում պարզվեց այս մերկապարանոց վիճակը մեղադրանքի կողմի, դրանից օրեր անց վերակենդանացավ այն կասեցված գործը եւ բևեռաջակիցներից 2-3 տասնյակ մարդկանց կանչեցին հարցաքննությունների։ Այսինքն հասկանալով, որ շատ անհեթեթ վիճակում են, ընդ որում Դերմոյանը մեղադրում է նաեւ խմբի կազմում այս գործողությունները կատարելու, բայց դահլիճում մեղադրյալի աթոռն ինքը մենակ է նստած։ Հիմա պետք է գտնեն խմբի անդամներին, անհրաժեշտ է այդ բարերը արտահայտող մարդկանց տեսանյութը նայեն եւ ճիշտ մարդկանց, ճակերտավոր ճիշտ մարդկանց մեղադրանքներ ներկայացնեն, ապա կգնան։ Ես չեմ զարմանա, որ կգնան, որովհետեւ այն ամենը, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին կամ տիկնոջը, իր տիկնոջը, կամ ինչպես դատարանում հայտարարում է դատախազը առաջին տիկնոջը, դա կարծեք թե ոչ օրինական կնոջը ասած այսպես։ Գիտեք, խնդիրը ինչու է կայանում, մեղադրանքի կողմը դատանում չի կարող իր գնահատականները հնչեցնել։ Դատախազը մեղադրողը կարող է իրավաբանական հասկացություններ օգտագործել։ Առաջի տիկին արտահայտությունը դա իրավաբանական կատեգորիա չէ, որպեսզի դատախազը կարողանա գա այդպիսի հայտարարություններ կատարի։ Եվ հետեւաբար հենց այստեղ ընդգծվում է, որ այդ անձանց վերաբերյալ գործերում ոչ միայն շատ զգույշ են, այլ շատ ենթակա են։ Նրանք չեն կարող դատախազությունը կամ քննչական մարմինը չեն կարող պարզապես այս գործը, այսպես ասեմ, թողնել ինքնահոսի կամ թողնեն, որ դատան արդարադատություն իրականացնի։ Անհեթեթ կլինի։ Հաշվետու պիտի լինեն իրենց այդ ղեկավարների արչև, առավել եւս խոսքը վերաբերում է բևեռաջակիցներին եւ Տիգրան Դերմոյանի դեպքում առավել եւս ես կարծում եմ բոլոր գործերով, ոչ միայն Տիգրան Դերմոյանի, բոլոր գործերով մեղադրական ակտեր են կայացնելու, բոլորը դատվելու են եւ այդ
դատվելը լինելու է միայն այն պարզ պատճառով, որ իշխանության ղեկին գտնում է Նիկոլ Փաշինյանի նման մի արարած, ով ինչ ուզում է անում է։ Այսինքն կարծում եք ինչ որ տուգան կսահմանեն Դերմայանին, թե ազատազրկում կփորձեն մեղմ պատիժ սահմանեն, ինչպես արեցին օրինակ Դավիթ Ավետիսյանի դեպքում։ Բողոքարկվել է, չէ՞, Վարուժան Ավետիսյանի որդուն։ Այո, բողոքարկվել է, վերաքննիչ դատարանում է գտնվում։ Գիտեք, խնդիրը ինչու՞մ է, այսպիսի դեպքերում, երբ գործը շինծու է, պատիժները սահմանում են հնարավորինս մեղմ։ Դրանով իշխանությունը, դատական իշխանությունը մեզ փորձում է ցույց տալ, որ մենք բավականին մեղմ պատիժ սահմանեցինք եւ շատ բարյացակամ էինք։ Մենք կարող ենք ավելի խիստ, բայց դուք շնորհակալ պիտի լինեք, որ մենք մեղմ պատիժ ենք սահմանել։ Եվ լինում է պրակտիկամ եւ մեղմ պատիժի դեպքում մեղադրյալը ինքը շնորհակալություն է հայտնում դատարանից մեղմ պատիժ ստանալու համար։ Բայց ես ուզում եմ սկսած Նիկոլից եւ վերջացած բոլոր այն դատավորներով, դատախազներով, ովքեր թվում է, որ այս դեպքերում մարդիկ շնորհակալություն են հայտնելու մեղմ պատիժի համար, են չարաչար սխալ մենք մոլորյալներ են, որովհետեւ այս կատեգորիայի անձանց համար կա մի սկզբունք, կամ արդարություն, կամ ոչինչ։ Պարոն Պապիկյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ մասիվի ոստիկանության այդ գործով տղաներին դատարաններ Արթուր Մովսիսյանին, Վարդգեզին եւ Ստեփանին չեն կարողանում բերել, անձնակազմը չեն կարողանում ապահովել, որ բերեն դատարան ու նիստերը ըստ էության տեղի չեն ունենում եւ տղաները բանտում են ուղղակի։ Մտքովս նման բան անցավ Նիկոլ Փաշինյանի դեպքում, օրինակին չեք կարծում, ինչպես կլինի, որ Նիկոլ Փաշինյանին բերելու եղան ինքը բանտում եղավ եւ իր գործով քննություն եղավ։ Օրինակ անձնակազմը հերթ կկանգնի, որ բերեն ամեն մեկը մի հատ ասենք չափալախ տան, թե ուղղակի կզզվեն նրան բերելուց, կհրաժարվեն բերել իրենց ծառայությունից կհրաժարվեն, այսպես ասած։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հայկական Նյուրնբերգի նստարանի թիվ 1 տեխնացու է արդեն, ապա իր դատավարությունը մեր հանրությունը շատ պատշաճ կկազմակերպի։ Ինքը կօգտվի բոլոր հնարավորություններից, ինքը պաշտպանվելու բոլոր իրավունքներից կօգտվի։ Ես հավաստիացնում եմ, որ այդ դատավարությունը, որի մեղադրյալների թիվ 1-ը ինքը պետք է լինի, վաղուց է փոխվել, կային այլ անձինք, ովքեր պիտի նստեին այդ նստարանին, բայց Նիկոլը բոլորին գերազանցել է եւ ինքը վերջից առաջինն է դարձել։ Ապա ես համոզված եմ, մեր հասարակությունը մենք կազմակերպենք պատշաճ դատավարություն, շատ պատշաճ դատավարություն։ Այո, ինքը իր բոլոր արարքների համար օրինական արդար դատարանի առջև պատասխան կտա։ Օրինական արդար եւ շատ խիստ դատական ակտ ինքը կունենա եւ ինքը բանտախցում մինչեւ իր կյանքի վերջը մտորելու շատ ժամանակ կունենա։ Նոբարաշենի կոյուղաջրերին Երանի է տալու ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Պապիկյան, լավ, ինչ կսպասվի Նիկոլ Փաշինյանին այսքանից հետո, այսքան դավաճանություն, այսքան հայրենիքի վաճառք, օտարում, այսքան թուրքին ծառայել, ինչպիսին պետք է լինի, որպեսզի այսպես ասած հայ ժողովուրդը մի հատ լավ շունչ քաշի։ Տեսեք, այս օրերին, քանի որ նախընտրական փուլում են գտնվում, մեկ էլ նորից հիշել են 2018 թվականի իր խոսույթն է օգտագործում հատիկ առ հատիկ բերելու ենք, կոպեկ առ կոպեկ, թալանվածը եւ այլն, ինչ որ մեքենաներ են բերում, հողատարածքներ, որ անշաշկույքի բան է, վերադարձ է տեղի ունեցել, որը պետությանն է պատկանում, նորից ասում է առնետներին քշելու ենք իրենց համապատասխան տեղերը։ Այդ իր հին խոսույթին է վերադարձել, որովհետև դրանով խաբելով ժողովրդին եկավ իշխանության, չնայած բերեցին, ինքը ժողովրդին դրանով ինչ որ կերպ դուրս հանեց, հա, փողոց, բայց հետո իրեն բերեցին իր տերերը իշխանության։ Հիմա կհավատա արդյոք ժողովուրդը, թե կսպասի, որ իրեն ամենա, չգիտեմ, ինչ պատիժը կսահմանվի։ Քանի դեռ ամենախիստ։ Ես կարծում եմ դեռ որոշակի ժամանակ, հա, պայմանականորեն ասած, մինչև ընտրությունների գալը ինքը կշարունակի կազմաքանդել պետությունը, որովհետև բոլոր ինստիտուտները այդ մեղմ ասած քանդված վիճակում են։ Այո, առերևույթ կան, կա դատարան, կա քննչական, կա դատախազություն, առերևույթ այդ ամենը կա։ Բայց մենք հասկանում ենք, որ ներսից այդ ամենը շնորհիվ Չակերտեմի շնորհիվ Նիկոլի տիկնոջ եւ մի շարք այլ անձանց այդ ամենը կազմաքանդված վիճակում է գտնվում։ Նիկոլը կարծեք թե վերջին արարն է հիմա պատրաստում անելու ամենայն հավանականությամբ,
հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումները, կարճ ժամանակ հետո գուցե եւ նա վերջնական հանձնման գործողությունները կկատարի եւ կփորձի փախնել, հավանաբար թաքստոց գտնել կամ Բաքվում կամ Անկարայում, ես չգիտեմ ուր կհասցնի ինքը փախնի, որպեսզի ապաստան գտնի։ Դրանից հետո մենք պիտի լծվենք պետության ստեղծման աշխատանքների մեջ, որովհետեւ շատ այն ավերածությունները, որը Նիկոլը արդեն կատարել է եւ որը դեռ թողնելու է, մենք պիտի պարզապես լավատես դնենք, որ դրանից հետո երկիրը վերջնականապես ինքը չի կործանի, որովհետեւ դրանից հետո շատ աշխատանք ենք ունենալու անել, ինքը գնում է այս ճանապարհով։ Ինքը առայժմ անպատժելի է, որովհետև իրեն սպասարկում է ամբողջ իրավական ուժային բլոկը, ամբողջությամբ սպասարկում է իրեն։ Ամբողջությամբ ինքը գտնվում է այդ հսկողության տակ եւ նաեւ արտաքին ուժերը, ռուս-թուրքական արտաքին ուժերը նրանց բոլորին ձեռք է տալիս, ձեռնտու է Նիկոլի պես, չգիտեմ, անմեղսունակ, չի կարող ասել նույնիսկ կիսագրագետ, որովհետև ինքը ընդհանրապես տգետ է։ Այսպիսի անձ ունենալը, ինչպես ինքն է նշում ազգային ժողովի ամբիոնում, որ հների լինելը իրենց համար շատ լավ է, այո, ինքը կարծեք թե հեգնում է կամ իր արժեխոս նախագահը ասում է հների լինելը իրենց համար շատ լավ է, ապա նույն տրամաբանությամբ Էրդողանի, Պուտինի կամ Ալիևի համար շատ լավ է Նիկոլի պես մի անհասկանալի էակ ունենա Հայաստանը որպես ղեկավար, որովհետև ինքը բոլոր որոշումները կայացնում է տրորելով Հայաստանյան սահմանադրությունն ու օրենքները։ Ինքնուրույն է որոշում Հայաստանի հետ ինչ պիտի կատարել։ Տարածքներ կտան, հանձնաժողովներ կստեղծեն, պայմանավորվածություններ կունենան, օրեր առաջ արդեն Ադրբեջանից մենք արձագանք տեսանք, Պաշտոնյանից մեկը նշել էր, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմաններից մեկը, գուցե եւ ոչ պաշտոնական, բայց պայմաններից մեկը, որ պատերազմական հանցագործներին Հայաստանը պիտի հանձնի եւ համագործակցի։ Նիկոլը կանի, այս ամենը Նիկոլը կանի, հասկանում եք։ Այսինքն ինչքան մարդու պիտի հանձնի այդ դեպքում։ Դե Նիկոլին դա չի հետաքրքրում։ Ում Բաքուն պահանջեց փաստորեն։ Բաքուն Բաքվից այդպիսի հայտարարություն եղավ, ես հավատում եմ, որ Նիկոլը կգնա այդ ճանապարհով։ Կգնա այդ ճանապարհով սահմանափակ թվով կամ ես չգիտեմ, նա արդեն որոշ մարդկանց հանձնել է։ Նա հիշում եք 21 թվականի ամռանը ասում էր մեր գերիները եւս 2-3 ամիս կհամբերեն։ Դրանից հետո անցել է արդեն շուտով ամռանը կլինի 4 տարի, որ մենք գերիներ ունենք։ Ինչ է արել Նիկոլը։ Դե ասում է ինչքան շատ են խոսում բարձրաձայնում, այնքան իրենց այնքան շատ են նեղում։ Դա սուտ է։ Տեսակ ասում է ինչ արեցին։ Դա սուտ է, ինքը ստախոս է։ Ինքը ես օրեր առաջ մի այսպիսի միտք էի բարձրաձայն հարտահայտել, որ արդյոք երբևէ լսել ենք մի գիտական կամ մասնագիտական միտք Փաշինյանի կողմից հնչեցած եւ իմ շատ լավ ընկերներից մեկը, փաստաբաններից մեկը նշել է դրա համար երկու բան է պետք. ուղեղ եւ խելք, որը չունի ինքը։ Սա լավագույն բնութագրումն է Նիկոլի, հա, լավագույն բնութագրումն է։ Ինքը չգիտի, որ օրինակ վարչապետը պետք է ունենա որոշակի էթիկայի կանոններ, որոշակի բառեր օգտագործել շատ զգույշ պիտի լինի։ Օրինակ երեկվա նրա Գյումրիի հայտարարությունը բառացի կրկնություններ Ալիևի այն բառամթերքի, որը չեմ ուզում մեր եթերից ես օգտագործեմ, որ Ալիևը հայերի հանդեպ արել էր 21 թվականի Ղազանչենցուց եկեղեցու Բաքում, Շուշիում հայերի նկատմամբ էր արել։ Երեք այդ նույն բառերը Նիկոլը կրկնում է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ընդդիմություն են եւ օրինակ ՔՊ-ին չեն ընտրելու։ Նա չի հասկանում, որ ինքը այդ բառերով իր աջակիցների ծափերը ստանալով ինքը գյումրեցիների մի հսկայական ընտրազանգվածի ուղղակի վիրավորեց։ Ինքը չի հասկանում, գիտեք, մենք չենք կարող մի մարդուց պահանջել լինել բարոյական սահմանների ներս, երբ ինքը անբարո է։ Ինքը չգիտի, որ ինքը այդպիսին է, որովհետև ինքը այնտեղ գտնվում է միայն մեկ բանի համար՝ կատարի թշնամու հրահանգները եւ ինքը կատարում է, ծառայի թշնամուն, իսկ Հայաստանի հետ ինչ կլինի, դա իրեն չի հետաքրքրում։ Եթե մենք փորձենք նայել իր քաղաքականությունը Հայաստանի պետականության համար եւ փորձենք հների հետ համեմատենք, որոնք եւս սրբեր չէին, որոնք եւս Նյուրնբերգյան աթոռի հաճախորդներն են, ապա փորձենք նայենք Նիկոլի իշխանության գրեթե 7 տարիների ընթացքը եւ նրանք 10-ական տարիներ
ինչ ռազմավարական նշանակության ենթակառուցվածք է Հայաստանում ավելացել։ Օրինակ կամուրջ, մետրոյի կայարան, աջակնյակը պետք չի վկայակոչել։ Հասկանում եք, նրանց օրոք թալանել են, գողացել են, զավթել են իշխանությունը, բայց նրանցից ամեն մեկը գոնե մեկ ստրատեգիական ենթակառուցվածք Հայաստանում ստեղծել են։ Նիկոլը միայն հանձնող է։ Պարոն Պապիկյան, եւս մեկ հարցով եւ ավարտենք, այս օրերին շատ է քննարկում, թե ով է բերել Նիկոլին իշխանության, Քոչարյանն ենք նրանց վրա ենք ցում Սերժի ու այսպես այդ խաղը գնում է, այսօր էլ Նիկոլ Փաշինյանը իդեպ աշխատանքային ժամին միաժամանակ մեկ էլ մի 3-4 հատ Facebook-յան գրառում է անում, ասում է, բան ինձ իշխանության բերել է ժողովուրդը ու երբ որ ժողովուրդը ցանկացավ, ես կհեռանամ իր ասելով, ժողովուրդն է իր իշխանությունը պահողը։ Նիկոլը շատ էժան մանիպուլյացիա է կատարում։ Ժողովուրդը իր իշխանության պահողը չէ։ Ինքը ստախոս է։ Նույն տրամաբանությամբ իրենց մոտ ամեն ինչ 10% է։ Հիշում եք, Երևանի քաղաքապետի ընտրությունները 10%-ով անցած։ Հիմա դա էլ չի լինի հաստատ։ Հա, հասկանում եք, ինքը շատ էժան ստախոս է։ Ես փորձում եմ գտնել այնպիսի կոռեկտ բառեր, որ ձեր եթերի հեղինակության վրա չազդեմ, այլապես ես այնպիսի բառեր կօգտագործեմ, որին ինքը արժանի է։ Դա այդպես չէ, մենք հասկանում ենք, որ կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահ ով է, մենք բոլորս քաջ գիտենք եւ ինչպես դա եղավ, մենք գիտենք ինչ մեթոդներ ու միջոցներ են գործադրելու եւ սկսած առնվազն 21 թվականի ընտրությունից հետո առնվազն ինչ իրենք կատարեցին եւ հիմա էլ 26 թվականին իրենք պատրաստում են ընտրությունները չի լինելու այդպես իրենք չունեն ժողովրդի աջակցությունը չկա դա սուտ է իրենք կօգտվեն, հա, թվանկարությունից բնականաբար, վարչական ռեսուրսից։ Այո, բնականաբար այդ ամենից կօգտվեն։ Իսկ ինչ վերաբերվում է թե ով բերեց նրան իշխանություն, ես այսպես ասեմ, հա, եթե չեմ սխալվում, Մարկ Տվենն էր ասել, եթե ընտրությունների միջոցով հնարավոր լինել իշխանություն փոխել, ապա ժողովրդին ընտրելու իրավունք չէին տա։ Հիմա թող Նիկոլը ինքնախապեյությամբ չզբաղվի եւ որևէ մեկը չզբաղվի ինքնախապեյությամբ։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլը երկու անգամ արտահերտ ընտրություններով է դարձել վարչապետ, այսպես ասեմ։ Այդ ընտրությունները եղել են ազատ, բայց անարդար։ Հենց վարչական ռեսուրսի առումով։ Պետք չի շփոթել ազատությունը եւ արդարությունը։ Ազատ են եղել, բայց անարդար են եղել։ Զուտ պայմանների առումով նաեւ։ Սա մեկ, երկրորդը, այսօրին այո շատեր են հարց տալիս, ով է Նիկոլին բերել իշխանության։ Ես ուղղակի կներեք էմոցիաների համար, բայց պետք է ասեմ Նիկոլին ՀՀ իշխանության բերել սատանան Հայաստանը կործանելու համար։ Այսքանը։ Շնորհակալ եմ պարոն Պապիկյան այս զրույցի համար։ Ձեզ Շնորհակալություն նաև ձեզ, որ դիտում եք մեր եթերը, անպայման տարածեք, բաժանորդագրվեք Բևերի YouTube-յան ալիքին եւ գրեք մեկնաբանություններ այս տեսանյութի ներքո։ Չմոռանաք ֆինանսապես օժանդակել ազգային ժողովրդավարական Բևերին։ Այսքանը հաջողություն։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական Բևերի YouTube-յան ալիքին։